Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ պարոն Սարգսյան, մի անկյունաքարային հարց։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվել է եւ հավանության արժանացել է թե ոչ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես նախագիծը վարչապետին ներկայացրել եմ 2024 թվականի հունվարին։ Ֆիքսվել է, որ աշխատանքներ պետք է տարվեն այս ուղղությամբ եւ վարչապետը որևէ դիրքորոշում չի հայտնել իմ նախագծի հետ կապված, այն ուղարկելով կառավարության եւ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կարծիքի 5-օրյա ժամկետում ցանկանում ենք, որպեսզի փոփոխությունները կատարվի ամռան զորակոչին 2024-ի, բայց նաեւ քննարկումների եւ ծավալի առումով բնականաբար չհասցրեցինք եւ միայն 25-ի ամառային զորակոչից առաջ է արդեն նախագիծը քննարկվում ազգային ժողովում։ Վարչապետի հետ քննարկումներ եղել են բազմաթիվ եւ նաեւ 2024 թվականի տարեվերջին նոյեմբերին 11 ամիս քննարկումներից հետո վարչապետը իր մոտ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Պաշտպանության նախարարության ղեկավար կազմը եւ մյուս իրավապահ մարմինների ղեկավարները։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով եւ վարչապետի հանձնարարականն է եղել, որ հանձնաժողովը պետք է աշխատի եւ ամեն ամիս զեկուցի վարչապետին արդյունքների մասին եւ կոնսենսուսի գալու դեպքում միայն նախագիծը շրջանառվի։ Մենք Պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովով աշխատել ենք շուրջ 6 ամիս եւ եկել ենք կոնսենսուսի Պաշտպանության նախարարի հետ։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո նախագիծ այն տարբերակով, որը որ արդեն հիմա կառավարության հետ համատեղ մենք համաձայնեցրել ենք, այդ տարբերակով դրել եմ շրջանառության մեջ։ Իհարկե շրջանառության մեջ դնելուց հետո Պաշտպանության նախարարությունը մի քանի այլ փոփոխություններ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ եւ կառավարության ըստ էության հավանության արժանացած բոլոր առաջարկները այս պահին ներառված է փաթեթում, բայց առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկելու ենք եւ ավելի լավարկելու նախագիծը։